Հրաժարվեիք է այդ մանդատից, ինչի չեք հրաժարվել, եթե փորձեմ հարց ձևակերպել, շնորհակալ եմ։ Դժվար, շատ դժվար հարց է, որովհետև ասեք ժամանակային պատասխանը հետևյալն էր, մասնավորապես, որ փաստորեն այդ ժամանակ արդեն այդ ման երջավորանացումների հետ կապված գործը ընթացքի մեջ էր եւ պարոն Քարենյանի հետ կապված գործն արդեն մենք հանդիպել էինք ընթացքի մեջ էր չհաշված տղայից մասնակցության ընկերության հետ կապված գործը եւ եթե ես հրաժարվեի մանդատից ենթադրենք թե օրինական ճանապարհերով այդ իրավական պրոցեսները գնային եւ ամեն ինչ բարեհաջող ավարտել իմ համար։ Դա իմ շրջապատի կողմից կնկալվել, որ ես գնացել եմ գործարքի, ես իրականում կաշառք վերցրել եմ կամ անմարել, փոխսենցել, այո, եւ դարձրել իմ վրա։ Ես 65 տարեկան մարդ եմ եւ չեմ պատրաստում իմ ապրած կյանքը վերարժևորել եւ իմ հարազատների իմ ընկերների շրջապատում կասկածի դրել։ Սա էական դեր է խաղացել Տիկին Սամոյան իմ այդ կապված բանը, որոշման մեջ։ Երկրորդը, ես գտնում եմ, որ արդեն մի հիմնավորում։ Երկրորդ հիմնավորումը ես գտնում եմ, որ երկրի վարչապետը իրավունք չունի նման ձևով SMS-ներ գրի պատգամավորներին, պաշտոնյաներին եւ այլն։ Ինչու՞։ Թերևս պատգամավորներին, որպես կուսակցության վարչության նախագահ, այն կարող է այդ իրավունքը ունի գրելու։ Բայց արդեն ուժային կառույցների ԲԴԽ-ին ինքը իրավունքը չունի։ Պարզ հաստատակ բացատրությամբ։ Որովհետև կառավարության մի նոր ժամանակ հետո մեր երկրի ղեկավար դառնա մի մարդ, որը չունի Նիկոլ Փաշինյանի կամային հատկությունները, մտքի ճկունությունը, ուժը, դիմադրողականությունը եւ այլն։ Եվ այդ երկրի ղեկավարին ինչ-ինչ հանգամանքների բերումով, ինչ-ինչ ծառայություններ ստիպեն ասեն, հենց հիմա նստել SMS գրի, թող Խամոյանը հրաժարվի մանդատից, որտեղ ինքը խանգարում է խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այդ մարդը որ ասի չեմ կարողանում ոնց, բայց քո չես կարողանում, ասեն դեռ այդ ավանդույթը կա։ Դա էլ դիմավորանությունների է։ Եվ երրորդը ես գտնում եմ, որ վարչապետը իրավունք չուներ իր այդպես SMS գրել, արդեն որպես աղազարել ժողովրդի։ Դա ինձ շատ վիրավորում է։ Պարոն Աղազարյան, ինչի իրավունք չուներ։ Դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի հետ շփվելուց, ծանոթանալուց հետո սկսեցիք հավատալ Հիսուսի գոյությանը։ Հիմա այլ ձեր խոսքի մեջ որոշակի այսպես ձևակերպումներ կան Նիկոլ Փաշինյանի հասցեին, իհարկե դրական լույսի ներքո, եւ նաեւ բացասական արդեն արձանագրեցինք, որ քաղաքական հետապնդումը իրականացնում ձեր նկատմամբ։ Ինչու իրավունք չուներ, եթե Նիկոլ Փաշինյանի միջոցով սկսեցիք հավատալ Հիսուսի գոյությանը։ Ես ասել եմ, որ երբ որ ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանին, ծանոթանալով իր որոշ որակների, մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուս Քրիստոսը գոյություն ունեցել։ Ես չեմ ասել հավատացել իր գոյությանը։ Կարող նայեք ստագրությունը ես տեսեմ։ Ես ասել եմ, որ հավատացել եմ, որ Հիսուս Քրիստոսը կարող է գոյություն ունեցել։ Ես Նիկոլ Փաշինյանի մասին շատ բացր կարծիքի եմ եղել այդ ամբողջ ժամանակահատվածում, եւ այսօր ասեք առանձնապես շատ բացական կարծիքի չեմ։ Ես գտնում եմ, որ ինքը իրան սպառել է։ Սպառել է։ Երկիրը ղեկավարել է դժվարագույն ժամանակահատվածներում, կարևորագույն դժվարագույն որոշումներ կայացնել, ես սպառել եմ իրան քաղաքականապես, բարոյապես, ֆիզիկապես, հոգեպես։ Հետևաբար իմ համեստ անձը անելու ամենից, որպեսզի առաջկա արտահայտական հերթականացություններում Նիկոլ Փաշինյանը չվերականգնվի, որը դեռ այս ասացնի շրջակցություն